պետք է քաղաքացուն վերաբերվել այնպես, ինչպես կուզենայի, որ նա քեզ հետ վարվեր։ Երևանի նոտար Օսան Հակոբյանի բանաձևն է։ Նա մեկն է այն նոտարներից, որոնց աշխատանքը հենց քաղաքացին է գնահատում։ Ինչն է հատկապես քաղաքացուն գոհացնում, Տիկին Հակոբյանը լավ գիտի, բայց իրեն իր մյուս գործընկերներից չի առանձնացնում։ Բոլոր նոտարները Հայաստանի Հանրապետության աշխատում են շատ լավ։ Ես կասեի, ես այդ գոհունակությունը լսում եմ բազմաթիվ քաղաքացիներից։ Քաղաքացիները նոտարների մոտ գալիս են ոչ միայն իրենց խնդիրներով նոտարական ծառայությունների հետ կապված, այլ բազմաթիվ այլ խնդիրներով, որոնց լուծումները շատ հաճախ իրենք չեն կարողանում իրացնել կամ ստանալ բազմաթիվ այլ պետական եւ այլ մարմիններում։ Եվ խնդրի լուծման համար դիմում են նոտարին։ Կարելի է ասել, որ նոտարը ոչ միայն նոտարական ծառայություն է մատուցում, այլ նաև փաստաբանական ծառայություն։ Քաղաքացիների գոհունակությանն արժանանալու, նվիրումի ու արդյունավետ աշխատանքի համար է նոտարական պալատի նախագահ մի շարք նոտարների շնորհակալագրեր հանձնում։ Վերջին շրջանում նոտարական ծառայությունների որակի բարձրացումն ըստ պալատի նախագահի ակնհայտ է։ Ցուցիչներից մեկն էլ հենց քաղաքացիների դրական արձագանքն է։ Նոտարական պալատի գործառույթներից մեկը դա հենց ականջալուր լինելն է քաղաքացիների դժգոհությունների։ Եվ ի ուրախություն, եւ ի պարտավորություն, եւ որը որ ավելի պարտավորեցնում է մեզ, նոտարական պալատի աշխատակազմ ստացված զանգերի մեջ ավելի շատ ոչ թե դժգոհություններն են, այլ քաղաքացիների գոհունակությունն է։ Եվ այս վերջին ժամանակաշրջանում դրանց աճ է նկատվում, որն էլ հենց նոտարների կողմից մատուցված ծառայությունների որակի բարձրացման ցուցիչ է։ Ասեմ նաև մեկ այլ ցուցիչի, վերաբերյալ, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր վստահում է նոտարին եւ նոտարի արհեստավարժությանը, որի պարագայում Հայաստանի Հանրապետությունում դատարանների, ուրեմն այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով մի շարք լիազորություններ, որոնք տրված էին միմիայն դատարաններին, փոխանցվում են նոտարներին եւ արդեն փոխանցվել են նոտարներին օրենքով սահմանված կարգով։ Նոտարական համակարգում թե ձեռքբերումների, թե խնդիրների մասին նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչն է խոսում։ Տարբերություն տարիներ առաջ նոտարական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների, դրանք այլևս նույն ծավալը չունեն։ Իսկ այն խնդիրները, որոնք առկա են, հիմնականում օրենսդրական բացերի եւ օրենքի տարատեսակ կիրառման հետևանքով են առաջանում, որոնց լուծումը հնարավոր է Արդարադատության նախարարության եւ նոտարական համակարգի համագործակցության արդյունքում։ 40 տարի է Վիեննա Հայրապետյանը ծառայում է նոտարական գործին։ Երկարամյա աշխատանքով նոտարական համայնքի կայացմանը նպաստելու համար նա ու իր գործընկերները պատվոգրեր են ստանում։ Պարգևատրվում են նաև արդեն ծառայությունն ավարտած նոտարները։ Ամենտեղից հեռացել եմ հանդարտ, այս անգամ մի տեսակ իմ նեղկայի վրա գալիս է։ Ինձ ես հեռանում եմ տնից։ Նրանց փոխարինելու են գալիս նորանշանակ նոտարները, արդար ու անկողմնակալ լինելու, նոտարի դերն ու հեղինակությունը բարձր պահելու հանդիսավոր երթում են տալիս։ Լիազորություններս իրականացնելիս լինել արդար եւ անկողմնակալ։ Միշտ եւ ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը։ Իդեպ, Հայաստանի նոտարներն ամեն տարի պարտադիր վերապատրաստվում են։ Նախորդ տարիներին դասընթացներին նաև Արցախի նոտարներն են մասնակցել։ Նրանք, սակայն, իրենց վկայականները հայտնի պատճառներով անձամբ չեն ստանում։ Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը միտված է։ Հաշվետու ընդհանուր ժողովի ընթացքում Հայաստանի նոտարները հերթական տարին են ամփոփում ու անելիքները որոշում։ Ոլորտ առ ոլորտ հաշվետվություններ են ներկայացնում նոտարական պալատի մշտական հանձնաժողովների նախագահները։ 2022-ի ամենակարևոր ձեռքբերումը նոտարական պալատի նախագահը համարում է միջազգային պահանջներին համապատասխան միասնական արխիվ ստեղծելու նախաձեռնությունը։ 2022 թվականի ընթացքում կատարվել են նաև որոշ ծրագրային թարմացումներ։
Իդեպ, միջազգային համագործակցության մասին 2022 թվականին հանդիպումները շատ են եղել։ Հայաստանի նոտարական պալատը եղել է հյուրընկալողի ու հյուրընկալվողի դերում։ Նոտարները բազմաթիվ միջազգային համաժողովների են մասնակցել, իսկ ընթացիկ տարում պալատն ինքը կկազմակերպի նման մի համաժողով։ Հայաստանի նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակի առթիվ Հայաստան կհրավիրվեն նոտարներ տարբեր երկրներից։ Հայաստանի նոտարները սա փորձի փոխանակման եւ պետության ճանաչելիության բարձրացման գործում ինչ որ չափով ներդրում ունենալու հնարավորություն են համարում։